Ռևմատոիդ արթրիտի, այդ թվում նաև բոլոր ռևմատոլոգիական հիվանդությունների պատճառները բազմազան են, միակը չի, որ ասենք այս պատճառից զարգանում է ռևմատոիդ արթրիտ։ Այստեղ տարբեր էտիոլոգիկ գործոններ են, որոնք միասին հանդես են գալիս եւ ձևավորվում է ռևմատոիդ արթրիտ։ Նախ առաջ դա ժառանգական նախատրամադրվածությունը, իմուն համակարգի որոշ հիստոհամատեղելիության գործոնների առկայությունը, ստրեսը, վիրուսները, բոլորը միասին կարող են նպաստել ռևմատոիդ արթրիտի զարգացմանը։ Վիրուսները, այսինքն սովորական գրիպ, որ մարդն կրի։ Գրիպ ասելը մի քիչ լայն հասկացողություն է, տարբեր վիրուսներ, օրինակ կոքսակի վիրուս, պարովովիրուս եւ այլն, իրենք ոչ թե վիրուսն է հենց առաջացնում ռևմատոիդ արթրիտ, այլ ինչպես արդեն նշեցի, ժառանգական նախատրամադրվածության ունեցող անձանց մոտ որոշ հաշալա համատեղելիության, հիստոհամատեղելիության ահակածիներ ունենալու պարագայում ստրեսներ, վիրուսներ բոլորը միասին կարող են նպաստել զարգանալու, ոչ թե անձը հիվանդացավ սովորական սուրշնչական վիրուսով եւ իրեն մոտ զարգացավ ռևմատոիդ արթրիտ։ Որ տարիքից է մարդու մոտ զարգանում այս հիվանդությունը։ Ռևմատոիդ արթրիտը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ երեխաների մոտ մինչև 18 տարեկան, երբ որ զարգանում է քրոնիկական հոդաբորբեր, այն կոչվում է յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, այնուհետև 18-ից հետո արդեն մեծերի մոտ կարող է զարգանալ ձեր նշած ռևմատոիդ արթրիտը։ Ցանկացած տարիքում այն կարող է ի հայտ գալ։ Կա տարբերություն ավելի շատ որ սեռի մոտ է հանդիպում։ Առհասարակ աուտոիմուն հիվանդությունները ավելի շատ կանանց մոտ են հանդիպում, բայց օրինական հիվանդություններ, որոնք ավելի տղան մարդկանց մոտ, ավելի շատ կանանց մոտ են հանդիպում։